Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց իրավապահները նախորդին քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն Վարդան Ղուկասյանը եւ եւս 7 հոգի, այդ թվում Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ձերբակալվել են 4 միլիոն դրամ կաշառք ստանալու համար։ Գյումրիի քաղաքապետը չի ընդունում իր մեղադրանքը։ Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունից նշում են, որ Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստան է եկել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։ ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակված կադրերում երևում է, որ հայ-վրացական սահմանին վրացի նախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արամ Սարգսյանը։ Մահացել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ավետյանը։ Տեղեկությունը հայտնում է Վարդենիսի համայնքապետարանը։ Ավետյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 18-ին, 2022 թվականից Վարդենիսի համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավարն էր, ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա։ Արմեն Ավետյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, իսկ հուղարկավորությունը հոկտեմբերի 22-ին։